Աստվածաշնչում մարգարեությունը զբաղեցնում է ամենաբարձր տեղերից մեկը, որտեղ մարգարեությունը օգտակար է միայն այն ժամանակ, երբ դուք կարողանում եք ճանաչել, որ այդ մարգարեությունը իրականանում է։ Դուք կարող եք մարգարեությունը կարդալ ամեն օր, բայց չտեսնել այն։ Ինչպես հրեաները, նրանք չկարողացան տեսնել այնտեղ կանգնած Մեսիային, չկարողացան տեսնել այնտեղ կանգնած նախակարապետին, նույնպես երբ Սուրբ Հոգին եկավ, նրանք սկսեցին ծաղրել ու ասել. «Այս մարդիկ հարբած են»։ Այնտեղ կար նախակարապետը, նրանք նրա հետ վարվեցին այնպես, ինչպես ցանկացան, նրան գլխատեցին։ Հետո եկավ Մեսիան։ Նա ցույց տվեց այն նշանները, որոնք միայն Աստված կարող էր անել, ճանաչում էր սրտի գաղտնիքները, հարություն էր տալիս մեռելներին, որոնք արդեն քայքայում էին տեսել և այլն, բազմացնում էր հացն ու ձուկը և քայլում էր ջրի վրա, նա այնպիսի բաներ էր անում ժողովրդի մեջ, իսկ նրանք ասում էին. «Դա Բեղզեբուղն է, նա դա Բեղզեբուղի ուժով է անում»։ Եվ նրանք պնդում էին, թե լուսավորված էին, սրանք աստվածաբաններ էին, մարդիկ, որոնք ունեն Աստվածաշունչը, նրանք ցանկանում էին իրենց իշխանությունը պահել ամբոխի վրա։ Իրենք իրենց համարում էին հոտի հովիվներ, որոնք պետք է սնունդ տան ժողովրդին, իսկ իրենք այնքան կույր էին, որ ոչինչ չէին տեսնում, և բոլորը կործանվեցին։